Գայում կներկայացնեմ հիմնավոր թե ես ոնց եմ տեսնում պատճառները ինչու է եղել։ Հիմա նայեք, սա մեր ռազմական բյուջեն է։ Հիմա նայում ենք։ Սա 95 թիվն է, կապույտով դա մեր բյուջեն է։ Ծինանագույնը դա Ադրբեջանի բյուջեն է։ Հիմա նայում ենք, տեսնում ենք, չէ՞։ Սա է մերը սա է։ Ակնետը չէ, որ իրանք պատրաստում են պատերազմի 2006 թիվ սկսում են պատերազմի պատրաստել։ Մենք ինչ ենք պատրաստում։ Հարցը չէ։ Դե հիմա պետք է պատասխան տանք, ինչի մենք մեր բյուջեն չենք բալանսավորի Ադրբեջանի բյուջեի հետ։ Թող ասեն օբյեկտիվ պատճառներ եղել է, թե չի եղել։ Նաև ասենք թե հիմա, նայում եք հիմա այս ժամանակահատվածը 22-ից հետո նույն ձևի Ադրբեջանի բյուջեն աճում է, մեր բյուջեն աճում է, բայց համաչափ չի։ Մենք բալանսը չենք ապահովում։ Մենք կարող ենք այս սրա հիման վրա եզրակացություն անել, որ մենք իրավիճակը այդ ժամանակ չենք գնահատել օբյեկտիվ, սպառնալիքները չենք գնահատել, adekvat որոշումներ չենք ընդունել եւ չենք ապահովել ռազմաքաղաքական բալանս Ադրբեջանի հետ։ Ո՞ր թվականից սկսած կներեք։ 95 ես կտամ սա։ Կթողնեմ ուզում եք կնկարեք։ Սա է։ Հիմա որ մեղավոր ենք ման գալիս։ Իմ խնդիրը հետևյալն է։ Այո, մեղավորը։ Եվ ես ասեմ, որ բոլոր իշխանությունները ունեն իրաց մեղավորությունը։ Եվ այսօրվա իշխանությունը ունի, եւ ինքը կոնկրետ իր բաց թողումը ունի։ Բայց նաև եղել է այսպես վիճակ, եւ այսպես տասնյակ բաներ կարող եմ արել, ասենք թե կադրային քաղաքականությունը, քանի որ ես խոսք եմ տվել, որ այս քարոզարշավի ընթացքում ես խոսել եմ երևույթների մասին եւ չեմ անելու սեկ PR աջձախ, որտեվ պարակտվածության նաև հիմնական պատճառը այս սա է, որ ցեխ ենք լսնում աջ, ձախ, չհասկանալով, մարդիկ չեն հասկանում ինչ ա եղել, մեղադրում են սրան կամ սրան PR են անում, չի կարելի դա։ Սա է մեր այս վիճակում, բարտերավիճակում, չի կարելի այդպիսի բան անել։ Հիմա որ այս մի ուղղությունը, կադրային քաղաքականությունը, մենք ում ենք նշանակել։ Չեմ անդրադառնում ազգան, ես դրան հետո կանդրադառնամ։ Մենք նշանակել ենք մարկանց, որոնք պետք է պատրաստեին պետությունը պատերազմի, որոնք ընդհանրապես այդ ոլորտի մոտիկ չեն եղել։ Երկրորդը, իսկ պետությունը պատրաստվել է դրան, որտեղ գիտենք ինչ, կա զինվորի սխալ, կա կրսել սպայի սխալ, կա գեներալի սխալ, կա նախարարության ղեկավարության սխալ, կա պետության սխալ։ Իսկ եթե պետությունը սխալ է թույլ տալիս, չի պատրաստում, ոնց որ սա ում բանակը չի ձևավորում այս բյուջեն։ Եթե պետական մակարդակով թույլատրում են սխալ, ապա մինչև զինվորը հասնում է, դա դառնում է մի ոչ թե սխալ, այլ աղետ է դառնում։ Իսկ հիմա ես եւս մեկ անգամ գլոբալ բաներով եմ խոսում։ Իսկ մենք ունենք պետությունը պատրաստելու պատերազմի ծրագիր։ Չունենք։ Հիմա չունենք, իսկ 10 տարի առաջ ունեցել ենք, չենք ունեցել, իսկ 15 տարի առաջ ունեցել ենք, չենք ունեցել, պատերազմումը ոչ թե բանակը, այլ պետությունը, երեքից մեկը հարցը տալիս, ասում է, բա գեներալները չգիտեմ ինչ արեցին, դե ես հասկանում եմ, հասարակ մարդը իր պատկերացումը դա է, բայց գեներալները իրականացնում են ծրագրերը պետական, իրանք կարող են իրականացնել այս ծրագիրը թույլ տալ սխալներ, դա իրանք սխալը կլինի, բայց եթե ծրագիրը չկա, հասկանում եք, եկի մեկ, հայացակարգ, դա անդրադառնում ենք, որից բխում է նաև այդ պետությունը պատրաստելու ծրագրին, հայացակարգը պետք է որոշի, հայացակարգը դա են կոպիտ ասած ճանապարհային քարտեզն է, որը պատրաստում է ցույց է տալիս, թե ինչպես մենք պատրաստենք պետությունը պատերազմի, անվտանգություն ապահովելու, ոչ թե միայն ռազմական ոլորտում, նաև տեղեկատվական
ոլորտը վերցնենք։ Հիմա դուք շատ լավ տեսնում եք, չէ՞ ինչ քարոզչական բաներ ա գալիս, դրսից, ներսից, տարբեր ուղղություններից լրատվական դիվերսիաներ ա գնում։ Մեր պատմությունն են ներկայացնում այլ ձևեր, որտեղ պարզ է, ամենքում չեն գտնվում, ոնց դուք ասիք Հայաստանն ու Ավստրիան են։ Պետությունները իրանց շահերը ունեն այստեղ եւ իրականացնում են դա։ Կա այստեղ անվտանգության խնդիր, իհարկե կա։ Մենք պայքարում ենք դրա դեմ, ոչ։ Հենց մի ինֆորմացիա է տրվում, կեղծ, որը վնասում է մեր ապակողմնորոշում մեր հասարակությանը եւ բոլոր ոլորտներում պետք է լիներ անվտանգության այդ հայացակարգը, որը պետք է ապահովել։ Հիմա սա է խնդիրը։ Դամար մենք խնդիր ենք դնում, դամար մեր հայացակարգի առաջի կետը մեր ծրագրի դա է ստեղծել փոփոխող աշխարհում նոր հայեցակարգ, որը համապատասխանում է ստեղծված իրավիճակին։ Հիմա անդրադառնամ կարճ զինադատարի մասով, ոնց որ միտքը շարունակենք, որ հիմա լրանում է դե տարբեր տեղերում ասում են մայիսի 12-ին է ստորագրվել, բայց չէ, դա չի եղել։ Ասում են Բիշկեկյան պայմանագիր, այդպես էլ չի եղել Բիշկեկյան։ Սա եղել է գործընթաց զինադատարի։ Մենք պատերազմի ընթացքում 3 անգամ փորձ ենք արել հաստատել զինադատար։ 3 անգամ։ Դա մեկը եղել է 92 թվին, այն ժամանակ ես ու Տեր Գրիգորյանցը գնացինք Մոսկվա, պատրաստեցինք այդ փաստաթուղթը, հետո ինքը չկայացավ, որտեղ բալանսը ապահովված չէր եւ շարունակվեց։ Երկրորդ sense լրջագույն դա եղել է 94 թվականի փետրվարի 18-ին, որը նույն ձև ստորագրվեց արձանագրություն եւ դրանից հետո գործընթացը սկսվեց հետեւյալ ձև։ Ապրիլի 14-ին 94 թվականի ԱՊՀ գագաթնաժողովում նախագահները առաջարկեցին հաստատել զինադատար, բայց դա եղել է հռչակագիր դիմում, դա փաստաթուղթ չի եղել։ Դրանից հետո մայիսի 6-ին Բիշկեկում ազգային ժողովի նախագահները Ռուսաստան եւ Ադրբեջան, Հայաստան նույն ձևի եղել է հռչակագիր դիմում, որպեսզի կողմերը գան համաձայնության, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ գան համաձայնության եւ զինադատար կնքեն։ Դրանից հետո 10-ին, 11-ին, 12-ին Կազիմիրովը որպես միջնորդ համանախագահ ինքը ուղարկեց պաշտպանության նախարարներին փաստաթուղթ։ Ֆաքսը իր ոնց ինքը ամանում, որտեղ նույն ձև կոչ էր արվում պաշտպանության նախարարներին համաձայնվել զինադատարի։ Դրանից հետո մայիսի 16-ին ու դուք YouTube-ում տեսել եք տեսաերիզները, որտեղ Գրաչովը նստած մեր պատվիրակություն ադրբեջանական, այդտեղ ձևավորվեց այս փաստաթուղթը եւ այս քարտեզը։ Հա, մի հատ ցույց տա։ Սա է եղել զինադատարի քարտեզը։ Այս փաստաթուղթը ստորագրվեց եւ ամենակարևորը, որ այստեղ մասնագից դարձավ Ղարաբաղը եւ ստորագրեց միակ փաստաթուղթը։ Երբ որ բանակցությունները գնացին եւ Ադրբեջանը ասեց մենք չենք թույլ տալիս որպեսի Ղարաբաղը մասնակցի, այդ ժամանակ մենք հարցը դրեցինք, ասենք, եթե դուք ուզում եք զինադատար, ապա մենք պատասխանատու ենք միայն այն հատվածի, որտեղ որ կանգնած են հայկական զորքերը, իսկ Ղարաբաղի այդ մասով դուք իրանց հետ գնացեք։ Ստիպված իրանք համաձայնեցին ստորագրվեց այս փաստաթուղթը։ Ադրբեջանը պահանջում էր, որպեսի խաղապահուժերը լինեն նաև այն ժամանակ ոչ թե ԵԱԿ-ը, այլ հանձնաժողով էր, իրանց դիտորդները լինեն։ Եվ այդ տեսահերիզում դուք տեսնում եք, երբ որ իրանց նախարարը Մամեդովը ասում է, մենք ուզում ենք, որպեսզի լինեն դիտորդներ եվրոպական, Գրաչովը ասեց, դե չէ, մենք ենք միջնորդը, մենք ենք, թող մի երկու հոգի գա։ Բայց այստեղ իրանք որպես այս պայմանագրում հատուկ կարծիք գրել են։ Եվ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը մտածեց, որ ինքը ստորագրելով այս փաստաթուղթը հասնում է հետևյալ նպատակին, որ մեր զորքերը այս ազատագրված տարածքներից 7, որը մենք ունեինք, վերադառնում են Ղարաբաղի սահմանները 88 թվի։ Հետո որ մյուս օրը մենք գնացինք Գենշտաբ այս քարտեզը ձևավորելու, ադրբեջանցիները ինձ ասում են, բան արեք,
Քելբաջարի կողմից զորքը ուր է քաշում։ Ես պատասխանում, բայց դե շփման գիծ չկա, այստեղ պաստատուն գրած է շփման գծից 5 կիլոմետր աջ ձախ։ Եվ այստեղ ինք ասես ես գնալու եմ Բաքու, կապվեմ Բաքու, գնաց